որը ուղղված էր ձեր գործընկերոջը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ձեր առնչությունների մասով ես հիշում եմ, երբ դուք այս հանձնաժողովի նախագահն էիք, որի համար առաջադրվել եք դեռ 19 թվականին, մի գրառում էիք արել Facebook-ում, որը բավականին մեծ քննարկումներ առաջացրեց, տնտեսական ցուցանիշներ էիք ներկայացրել ու ձեզ Արման Բաբաջանյանի ժամանակ օրաթերթը մեղադրեց թե շարունակում եք գովազդել Կարեն Կարապետյանին ու նույն թերթը հետևյալ եզրակացություններ արել ձեր գրառումից, թե այս ցուցանիշներից միայն կարելի է եզրակացնել, թե ինչքան լավ կլիներ, որ Հայաստանի վարչապետը շարունակեր մնալ Կարեն Կարապետյանը մեջբերման ավարտը։ Ինչու սա հիշեցի, որովհետև այս օրերի քննարկումների ժամանակ ձեր ֆրակցիայի գրեթե բոլոր ներկայացուցիչները այստեղ նստած ընդդիմադիրներին փորձում են ինչ-որ բաներ հիշեցնել, ինչ-որ կապեր հիշեցնել։ Հիմա հարցս հետևյալն է, ինչ տրանսֆորմացիա է ապրել տնտեսությունը վերլուծելու, գնահատելու ձեր մոտեցումը հիմա եւ նախկինում, օրինակ դուք կիսում եք այն բոլոր մեղադրանքները, այդ թվում նաեւ տնտեսական զարգացումների մասով, որոնք այս օրերին ձեր գործընկերները անդադար հնչեցնում են բոլորի հասցեին, շնորհակալ եմ։ Տիկին Ղարամանյան, ճիշտ ասած չհասկացա հարցի երկրորդ մասը առաջին մասի հետ ինչ կապ ունի, առավել ևս պարոն Ֆարմանյանի հարցի հետ, բայց տրանսֆորմացիա բոլորը ապրում են։ Հիմնական տրանսֆորմացիան այս դեպքում գիտեք որն է լինում, երբ որ դու կառավարության կամ ազգային ժողովի որոշումներին նայում ես որպես քաղաքացի կամ լրագրող, եւ մի բան է, երբ որ դու այդ process-ի մեջ ես լինում ու շատ շերտեր, որոնք մինչ այդ քո համար տեսանելի չէին, տեսանելի են դառնում։ Իսկ դուք կհիշեք, Տիկին Ղարամանյան, որ ես 2018 թվականին, 17 դուք ավելի լավ կհիշեք, դասընթացներ եք կազմակերպել տնտեսական լրագրողների համար, որին մասնակցում եք նաև դուք, ու կհիշեք, որ այդ դասընթացներին որպես դասախոս հանդես են գալիս նախկին ներկա պաշտոնյաներ, բոլորը ովքեր այդ դաշտում ասելիք ունեին, եւ այդ դասընթացի գլխավոր ասելիքն ու նպատակը այն էր, որ մեր լրագրողները հենց ռակուրսը կարողանան որոշակիորեն փոխել, ու հույս ունեմ, որ օրինակ այդ դասընթացի արդյունքում ձեր մոտ որոշակի տրանսֆորմացիա եղել, օրինակ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հիշում եք Ներսես Երիցյանը ինչպես ձեզ բոլորիդ համոզեց, որ դա լավ բան է, կամ հարկային համակարգի վերաբերյալ, այնպես որ տրանսֆորմացիա բոլորն են ունենում, կարծում եմ հիմա դուք էլ այստեղ նստած այդ տրանսֆորմացիան իմ կարծիքով այս երկու շաբաթվա ընթացքում ունեցել եք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ձեր խմբակցության մասով տրանսֆորմացիա չի լինի, այս երաշխավորված պնդում եմ վերաբերմունքի տեսանկյունից եւ ձեր քաղաքական ուժի, ինչ վերաբերում է այդ դասընթացներին, այո, ունենալով հումանիտար կրթություն, ես մասնակցել եմ եւ շատ լավ հիշում եմ, թե ինչ բավականին ակնածանքով էիք դուք ներկայացնում ժամանակի տնտեսական առաջընթացը, ձեռքբերումները եւ այդ դասընթացավարներից նաեւ տվյալ ժամանակի կառավարության ներկայացուցիչներն էին, շնորհակալություն, որ հիշեցրիք։ Տիկին Ղարամանյան, հիմա տրանսֆորմացիա կլինի, չի լինի, ես ասեցի, մենք երկու տարբերակին էլ պատրաստ ենք, այդ փորձը ունենք, բայց օրինակ եթե խոսում ենք պրոֆեսիոնալիզմից ու մնացած հատկանիշներից, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր շարքերում կա մարդ, ով երբ սա ինձ մի 3 թե 4 տարի առաջ վերանորոգում էին Դիլիջանի թունելը, գրել էր Դիլիջանի թունելը վերանորոգման պատրվակով փակում են, որ Տավուշում հողերը տան ու մեր զորքը չկարողանա հասնել օգնության։ Ես այդ այնքան աբսուրդ միտք է, ես լուրջ եմ ասում, որ պատկերացնելը բավականին բարդ է, ու ձեր շարքերում կա մարդ, ով ընդամենը 1 ամիս առաջ ձեր կողմից կամ ընդհանրապես ընդդիմության կողմից մանդատ վերցնելը համարում էր անթույլատրելի սխալ եւ չէր պատրաստվում գնալ ազգային ժողովում բոքսի տանձիկ աշխատելու,
բայց հիմա ամեն ինչ անում է, որ բոքսի տանձիկ աշխատի։ Շնորհակալություն։ Սևակ Խաչատրյան։ Շնորհակալություն, պարոն Թունյան, հանրահայտ փաստ է, որ մեր տնտեսության